Դերասան Գնել Սարգսյանը Մարմաշեն էր եկել պարզելու Նիկոլ Փաշինյանի մտքերը կիսող իր մայրը կարող է մտնել վանք, թե ոչ։ Շատ գեղեցիկ հոյակերտ համալ իրար։ Իսկ ուր է մայրը։ Գուցե ավտոմեքենայի մեջ կամ վանք տանող ճանապարհին։ Ինչից է սկսվել այս պատմությունը։ Տեր Փարեն Քահանա Պետրոսյանը Փաշինյանի եկեղեցականների մասին հայտնի գրառումից հետո մի գրառում էլ ինքն էր արել։ Ուրեմն խոսքը սուղում եմ բոլոր այն անձանց անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում եւ ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական եւ հոգեվոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսեւորումներ, ապա իբրև Մարմաշենի հովվության հոգեվոր հովիվ եւ Մարմաշեն վանքի վանահայր ի պաշտոնե հայտարարում եմ եւ զգուշացնում. իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձին նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ եւ թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով, թող այս ասածներս իբրև օղ անեն իրենց ականջներին, մինչեւ չդաստիարակվեն ու կարգի ու չափի չգան, չափաշխարեն ու զղջումով խոնարհաբար ներողություն խնդրելով չգան Աստծո դուռը եւ չհայցեն քահանայից մեղքերի թողություն, թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի։ Իգիտություն ամենայն խստությամբ հսկելու եւ հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ եւ քննելու եմ անձը, հավատքի չափը եւ քրիստոնյայի կարգավիճակը, ինչ է մտածում, ինչ է շնչում եւ ինչ գաղափարներ ունի։ Բավական է արդեն չափը շատ անցակ եւ համբերության բաժակը լցրեցիք դուք։ Գնել Սարգսյանին վրդովվեցրել էր գրառումը։ Նա նախ հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկել քահանային, ապա ջնջել դրանք։ Մարմաշենի հոգևոր հովիվն ասում է՝ միամիտ է եղել, չի պահպանել դրանք։ Հետո այն ուղղակի անհետացել է։ Հայհոյախառն արտահայտություններով արդեն առաջ մոտել եւ պետական մարմիններից ոմանք բարձրաստիճան եւ հասարակ քաղաքացիների սկսեցին այլ կերպ արտահայտվել հրահրվելով եւ հրահրելով ոմանց, որպեսզի տվյալ մարդիկ իբրև վեր կենան եւ կան ինձ եկեղեցում ցույց տան իմ տեղը։ Դերասանը հատուկ էր Մարմաշեն եկել, սադրելու, շոու կազմակերպելու համար, նշում է քահանան։ Տեր Փարենի խոսքով իր գրառումն այսպես կոչված նիկոլականներին չէր ուղղված, այլ Փաշինյանի, եկեղեցու եւ եկեղեցականների մասին արտահայտություններին համակարծիք քաղաքացիներին, անկախ քաղաքական, սոցիալական պատկանելիության։ Նա հավելում է, ԿՊԱ-ական մի շարք պաշտոնյաների հետ մտերիմ է եւ ունի բարիդրացիական հարաբերություններ։ Գևորգ Պապոյանն էլ շտապել է հիշեցնել, Մարմաշեն վանքը վերանորոգել են ԿՊԱ-ականների օրոք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծախսեց $1,225,000, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ մեր հյուրերը կարողանան հասնել վանական համալիր, տեսնեն այս պատմամշակութային հրաշքը, հաղորդակցվեն Աստծո հետ, քայլեն տարածքով եւ լավ ժամանակ անցկացնեն վայելելով նաեւ հարակից բնության հուշարձանները։ Մարմաշեն վանքը չեն վերանորոգի, դա սուտ է։ Մարմաշեն վանքը այս ծրագիրը, որը 2 տարի առաջ կազմվեց, դա բերվել է եկեղեցու շնորհիվ։ Եկեղեցու դեմ սկսված արշավը պետք է կանգնեցնել։ Վարչապետի եւ համախոհների գրառումից վրդովված ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Նզովում են դավաճաններին, ամոթանք տալիս լռողներին։ Ժաննա Անդրեասյանը սակայն չի լռում։ Բնականաբար որևէ մեկից չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Իսկ Փաշինյանը շարունակում է եկեղեցու եւ եկեղեցականների մասին գրառումներ անել։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին բն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի արկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։ Նախ հայհոյում, ապա հարգանքից է խոսում Փաշինյանը, իսկ Տեր Փարեն Քահանա Պետրոսյանը սպասում է ապաշխարած հայրենակիցների եկեղեցի վերադարձին։ Եթե ապաշխարեք ու ձեր հայհոյախառն այդ պահվածքը թողնեք ու մեղայականով մոտենաք, այն ժամանակ եկեղեցու ձեր առջև բաց կլինի։ Անիա Բաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։